Փառքը Տիրոջն է։ Փառքը Տիրոջն է, մենք նրան ծառայողներ ենք։ Մենք նրա անոթներն ենք, որ միայն պետքա լցնենք եկեղեցին նրա գործը կատարելով։ Շնորհակալ ենք ամեն ինչի համար։ Գիտեք ինչ, շրջվեք ձեր կողքին։ Դու կարևոր անձ ես ինձ համար, որ ունեմ ես իմ կողքը քեզ։ Շնորհակալ ենք նաև ձեզ համար։ Փառք Տիրոջը, ես 2 տարի առաջ այստեղ ծառայել եմ, ու շատ ուրախ եմ, մոտարապես մի 15 օր առաջ ես ու կինս խոհանոցում նստած ենք, մտածում էինք, ինչ հետաքրքիր է, այս մեր հովիվ Սարոն ինչի մեջ չի կանչում, տարբեր տեղեր եղել են, գիտեք ինչ, հաջորդ օրը ինքը զանգեց։ 2 տարվա մեջ, ես չգիտեմ, ես ու կինս խորում էինք, բոլոր տեղերն եղել ենք համարյա, ինչի Հովիվ Սարոն կրկնակի երկրորդ անգամ չի կանչում, որ կրկնակի մենք օրտնվենք։ Հովիվ Սարոն զանգեց, ասեց Ռուբեն եղբայր, կարող է, ասի ոնց կարող է, շտապելով, վազելով, հələ մի քանի հոգի էլ մեզ հետ կգան։ Փառք Տիրոջը։ Ես ուրախ եմ, որ այստեղ ծառայում եմ։ Իհարկե այն ժամանակ կաշկանդված էի, հիմա կրկնակի կաշկանդված եմ, որովհետև ես տեսնում եմ, որ եկեղեցին աճում է։ Փառք Տիրոջը ձեզ համար, թող լեփ-լեցուն լինի այս եկեղեցին, ես անցյալ անգամ աղոթք բարձրացրեցի, ասեցի, գիտեք ինչ, թող ամեն ոք, եթե դատարկ աթոռներ կան, ձեռքները դրեք ու աղոթեք ձեր ընտանիքի անդամների համար, որ այդտեղ զբաղացված է։ Այդ տեղը զբաղացած է ձեր ընտանիքի ամեն մի անդամի համար։ Եթե տեղ չկա, աթոռները կավելացվի։ Այսօր մի խոսք ունեմ, որ Աստված սրտիս մեջ է դրել, խոսքը ով ունես քո կողքին։ Դրա համար էլ ասեցի օրհնեք ձեր կողքիններին։ Մատթեոս 9-րդ գլուխ 20-ից 22-րդ խոսքը։ Մինչև այս խոսքը կարդալը մի փոքր ես պատմեմ, կարճ խոսքեր են, մի փոքր պատմեմ, չեմ ձանձրացնի, նախորոք եմ ասում։ Դու գիտեք այս պատմությունը, երբ որ հարուրապետը եկավ Հիսուսի մոտ, ասեց իմ աղջիկս հիվանդ է, խնդրում եմ օգնիր, որպեսզի գնանք եւ աղոթք անես բժշկվի, այդ ընթացքում ամբողջի մեջ մի կին եկավ եւ այդ կինը Հիսուսի փեշից հայերեն ասած կներեք այդ խոսքի համար հագուստի ծայրից բռնեց, ինչ ասեց, ես հավատում եմ, երբ որ այդ փեշից բռնեմ, կբժշկվեմ։ Խոսքը դրա մասին չի, այսօր բժշկության մասին չի։ Խոսքը նրա մասին է, թե մենք ով ունենք մեր կողքին։ Ինքը բռնվեց եւ բժշկվեց։ Հիսուսը ես կկարդամ, ահա մի 12 տարվա տեռահասկին ետևից մոտ գալով նրա հանդերձի ծայրին դիպավ, որովհետեւ իր մտքում ասում էր, եթե միայն նրա հանդերձին դիպչեմ, կփրկվեմ։ Բայց երբ որ Հիսուսը ետ դարձավ, նրան տեսավ եւ ասաց. «Քաջացիր դուստր, քո հավատքը քեզ ապրեցրեց», եւ կինը ազատվեցավ նույն ժամից։ Փառք Տիրոջ այս պատմության համար, բայց ինձ ուշադրություն դարձրեց մի բան։ Միթե այս կինը ծնողներից ծնված զավակ էր, հայր, մայր, քույր, եղբայր, ամուսին, զավակներ չուներ, միայնակ էր, ինքը տառապում էր 12 տարի։ Միթե ինչ որ մեկը չկար կողքը, որ օգներ, բերեր։ Ես հասկանում եմ, որ ինքը հարուստ ընտանիքից էր, որովհետև ամբողջ ինչքը, ամբողջ ունեցվածքը դրել էր նրա համար, որպեսզի բժշկություն ստանար, բայց բժշկություն չկար։ Բայց ուր էին իր հարազատները։ Այդպիսի հարց ես կարող եմ նաև մեր շուրջ բոլորը տալ։ Մեզ, ինքներս մեզ, շատ ժամանակ մենք միայնակ ենք զգում, ինչի համար, որովհետև ունենք հայր, եղբայրներ էլ, քույրեր էլ, ազգականներ էլ, բայց ուր են իրենք։ Միթե մենք հավատացյալ ենք, նրանք ոչ։ Ուր են իրանք, որ մեր կողքը կանգնած լինեն, մեր շրջապատում։ Մի երիտասարդ, այս վերջերս, երկու երիտասարդի հետ հանդիպեցի, մինչև զատիկը հարց տվեցի երիտասարդներին, ովքեր եք, դուք քրիստոնյաներ եք, իհարկե, երկուսն էլ պատասխանեցին, իհարկե,
Մենք քրիստոնյաներ ենք, ասեցի Քրիստոսին ճանաչում եք, այն մեկն ասել դե Քրիստոսին ճանաչելու որն է, ես որ քրիստոնյա եմ, դա բավական։ Այն մյուսը ասեց ես ճանաչում եմ, ես գիտեմ, որ վաղը զատիկն է, որ ինքը մահացել է իմ համար, որ հարություն է առել, ես հավատում եմ։ Ասեցի երիտասարդ, փառք Տիրոջ այդ ամեն ինչի համար։ Դու քո կողքին զգում ես, որ Հիսուս ունես։ Ասեց այո։ Ասի հենց դա է կարևորությունը։ Դու քո կողքին ունես։ Իսկ ես մի երիտասարդը բոլորդ էլ երևի եղել է ժամանակ, որ ինչ որ մի անհավատի հետ խոսացել եք ու այդ անհավատը պատասխանել է, չէ՞։ Իհարկե ես էլ եմ հավատում։ Իմ սրտի մեջ, իմ գրպանում Հիսուս ունեմ։ Արդեն Հիսուսը դարձել է գրպանի Հիսուս, որովհետև երբ որ հանում են, պատասխանը չեն ստանում, նորից տեղադրում են գրպանի մեջ։ Նույնն էլ այս կինը միայնության մեջ էր 12 տարի, բայց այդ 12 տարվա ընթացքում միթե իր ազգականները չօգնեցին իրան։ Չէ, չկային։ Այս կինը մենակ էր, որովհետև երբ որ մենք ամբողջ պատմությունը կարդում ենք, Եզակի դեմքով ենք կարդում։ Եզակի դեմքով, որովհետև այս կինը մենակ էր եկել Հիսուսի մոտ։ Բերեք մյուս խոսքը վերցնենք կարդանք։ Մարկոսի 2-ի 2-րդ գլխի 1-ից 5-ը, այս պատմությունն էլ է շատ հետաքրքիր։ Իմ սիրած տեղերից մեկն է։ Հիսուսը քաղաք մտավ, ինչպես միշտ գնում էր ինչ որ մի տուն, ինքը սկսում էր քարոզելը, մարդիկ ամբողջ հավաքվում էր իր շուրջ բոլորը եւ լսում էին խոսքը, բժշկություններ էր լինում։ Ահա 4 անձնավորություն պատգարակը ձեռքներին, պատկերացնում եք, շտապելով գալիս են, տեսնում են դուռը փակ է, ամբողջը հավաքվել է, տեղ չկա մտնելու, պատուհանից տեղ չկա մտնելու։ Ինչ անեն։ Բարձրանում են գրիշ, տանիքը սկսում են քանդելը, որպեսզի իջացնեն։ Սկսեցի էլի մտածելը։ 4 ընկեր, 5-րդն էլ պարկած էր։ 5 ընկեր, մանկությունից իրար հետ են եղել, մանկությունից իրար հետ գողություն են արել, հարևանի տանձն ու խնձորն են գողացել այգուց, խաղացել են, էշ միլիցիա են խաղացել, կամ մեր մյուս խաղերը մեր ժամանակվա համացանցով են խաղացել, մի խոսքով ֆուտբոլ եւ այլն։ Մեկը մյուսի համար մեջքի տված են եղել։ Ինչի համար, որովհետեւ եթե վերցնենք այդ պատմությունը, այն ժամանակների համար հрьяաների մասն էր, չէ՞։ Իրանք գիտեին, չէ՞, ասենք հոգեվորի տեղն էլ, Աստծո տեղն էլ, աղոթքի ժամանակն էլ, խնդիր է գալիս։ Խնդիր ում հետ, իրանց ընկերոջ հետ։ Լսեք, 4-ով մտածում են, ասում են ինչ անենք, բերեք տանենք ստեղ, ընդեղ։ Ես հավատում եմ, որ իրանք տարբեր տեղեր էլ տարել են իրանց ընկերոջը, որպեսզի օգնի ինչ որ մեկը։ Նու ես ի նկատի չունեմ հեքիմի կամ բախտնայողի մասին, ուղղակի տարել են, պատկերացրեք, քաղաքում եկել է լուր Հիսուսի մասին։ Հիսուսի համբավը տարածվել էր, թեկուզ Հիսուսը թույլ չէր տալիս, որ իր մասին խոսային։ Ինքը թույլ չէր տալիս, բայց Հիսուսի համբավը տարածվում էր։ Ինքը ասում էր՝ «Всё, գնա քո ցույց տուր քո հիվանդությունը, որ արդեն դու բժշկված ես, քահանային, всё, ամեն ինչ ու մեղք չգործես», բայց համբավը տարածվում էր։ Ու իրանք ինչ արեցին։ Իրանք ասեցին՝ մենք մեր ընկերոջ համար, մենք իր կողքին կանգնած ենք, մենք թույլ չենք տա, որ մեր ընկերս կործանվի։ Մենք ամեն ինչի պատրաստ ենք, ու իրանց պատրաստակամությունը գիտեք որտեղ էր, երբ որ իրանք բարձրացան տանիք, երբ որ պարաններով իջացրեցին Հիսուսը, պատկերացնում եք, դուք վերևից նայում եք, ներքևից նայում եք, վերևից ինչ որ հիմա հարսանիքներում են, չէ, հարսին են իջացնում, կրիչը բացվում է, հարսին իջացնում են, բայց այդտեղ հարս չկար, այդտեղ հիվանդն էր։ Հիսուսն ինչ զարմացել էին բոլորը, երևի Հիսուսն էլ էր զարմացել, որովհետև հավատ կար, մարդիկ հենց կողքինին իրանք ցանկանում էին իրանց ընկերոջ, իրանց հարազատին, որ իրանց հարազատը բժշկվեր, ընկերներ էին։ Ինչ լավ կլինի, չէ, որ մեր ընկերներ լինեին, ընկերուհիներ, երիտասարդությունը, չէ, մեր այդպես կողքին այդպիսի մարդիկ կանգնած լինեն, զորավոր մարդիկ, աղոթող մարդիկ, մեզ համար կանգնած մարդիկ։ Ես ունեմ այդ ձև մարդիկ։ Չնայած առաջին իմ կինս, Փառք Տիրոջը,
Ես մի անգամ այդ ժամանակ որ կինս պատմեց, առաջի անգամ որ զոհաբերություն խոսացի, գիտեք ես ինչ ասեցի։ Իմ կինս հրաշք ունեցավ։ Բոլորը լսում են, թե ինչ հրաշք է, ասեցի, այդ հրաշքը ես եմ, ժողովուրդ ջան։ Այդ հրաշքը ես եմ, որովհետև ինքը երբ որ զոհաբերեց, ես եմ իր հրաշքը։ Փառք Տիրոջը 4 երիտասարդ իրանց ընկերոջ մեջքին կանած, այսօրվա խոսքով ասած։ Ամեն, եւ Հիսուսն ասեց, քո մեղքերը ներված են քեզ։ Երբ որ անդրադարձան, այնտեղ շաբաթ օրը բժշկություն էս կողմեն կողմ, Հիսուսն ինչ ասեց։ Ասեց, վեր առ մահիճդ ու գնա եղբայրս։ Գնա, դու բժշկված ես։ Հաղթանակը ոչ միայն Տիրոջն էր, Տիրոջ համար անկարելի բան չկա։ Բայց 4 երիտասարդների համար, 4 տղամարդկանց համար մեծ հաղթանակ էր, պատկերացնում եք։ Դուք պատկերացնում եք, երբ որ դուք գալիս եք մի ծառայողի մասին, հեսա պատմեմ, մի ծառայող, այս վերջերս մենք հանդիպում էինք ունեցել, կակրաս կենտրոնական եկեղեցում, ծառայողը ինչ ասեց, ասեց, իմ ընկերս շատ ծանր իրավիճակում էր, կոմայի մեջ, ես չգիտեմ, ինչ պետք է անեի, գնացի, երևի մի ամբողջ գիշեր ձեռքը բռնած աղոթք եմ արել, ձեռքը բռնած աղոթք եմ արել, ասում եմ, ես զգացի, որ ինքը սեղմում է իմ ձեռքս, ես Տիրոջը խնդրեցի իր փրկության համար, թեկուզ ինքը ապաշխարել էր, բայց հետ էր գնացել, ես խնդրում էի Տիրոջ համար, որ Տերը ետ բերի ու իր գիրկն առնի, որ նա դժոխք չգնա։ Գիտեք ինչ, այդ երիտասարդը սեղմում է իր ձեռքը, առավոտյան նա մահանում է։ Հետո նա խոսք է ստանում, որ իր անկեր Աստծու մոտ է։ Իր անկեր Աստծու մոտ է։ Դա հաղթանակ է, դա շնորհակալությունն է այն, թե ում ունես քո կողքը։ Ում ունես քո կողքը։ Փառք Տիրոջը։ Ես կուզենամ մի պատմություն էլ պատմեմ իմ կյանքից 2006 թիվներ մենք գնացել էինք Հայաստան, իմ ամբողջ ընտանիքով գնացել էինք Հայաստան, 1 տարի պետք է Հայաստանում ապրեինք, բայց արդեն ընդունել էինք Տիրոջը, մենք 2002-2001 թվականին կինս ընդունել, հետո ես իր հրաշքն եմ դարել 2002 թվականին։ Մենք գնացել էինք Հայաստան, ապրում էինք այնտեղ, կինս սովորում էր, ես իբր թե ծառայում էի, եւ մենք երես զանգահարեց, ասեց Ռուբեն, կարող է գաս հետս խմբակ։ Ինքը լավակ էր խմբակի, ասի իհարկե կգամ։ Ասեց դե գնանք խմբակ, մի օր գնացինք խմբակ, հետաքրիր անցավ։ Երկրորդ անգամ հրավիրեց, մի երիտասարդի հետ ծանոթացրեց։ Ինքան հետաքրիր էր, հետո տարիների ընթացքում ես խորել եմ, քննել եմ այդ երիտասարդի էությունը, քննել եմ նրա արած գործը։ Գիտեք ինչ, նրա հայրը ուռուցքով հիվանդ էր, ինքը շատ էր սիրում իր հորը և ջանք էր անում, որպեսզի գտներ այդ բժշկության համար մխիթարություն կամ բժշկություն գտներ իր հոր համար, որպեսզի տեսներ ինչ կարելի անել, որտեղ իր հորը շատ էր սիրում, բայց չկար, բժիշկները տվել էին, որ երկար ժամանակ չի ապրելու, պատկերացրեք ինքը հետո իմանում է հավատացյալների մասին, գալիս է, առաջի ծառայության ժամանակ ոչ մի բան, երկրորդ ծառայության ժամանակ գալիս է առաջ ընդունում է Հիսուսին որպես Տեր ու Փրկիչ, ինչի համար, որպեսզի խորությամբ ուսումնասիրի այդ ամեն ինչը, որպեսզի իմանա այդ բժշկությունը որտեղից է, Տերը հավատում է, ինքը հավատում է, բայց որտեղից է, Հիսուսը որտեղից է տալու դա, երբ որ 1-2 արդեն всё, իր համար հետադարձ ճանապարհ չկար։ Գալիս էր խմբակ, խմբակում մենք արդեն սովորություն էր մեր համար դարել, որ մենք պետք է իր հայրիկի համար աղոթք անենք։ Ամեն աղոթքի ժամանակ, որովհետև ինքը ասում էր, ես Հիսուսին շատ եմ սիրում, բայց ես ուզում եմ, որպեսզի իմ հայրս էլ այդ փրկությունը ճաշակի։ Եկեք աղոթք անենք։ Միշտ աղոթք էինք անում, բայց հայրը չէր ընդունում։ 1-2 մենք գնում էինք, ես չեմ գնացել կներեք, գնում էին մեր
խմբակի անդամները, որովհետև ես ժամանակավոր էի այնտեղ, ես չէի ուզում հիմնվեի, խմբակի անդամները գնում էին իրենց տուն, որպեսզի յուղով օծեն, որպեսզի աղոթեն իր հոր համար, հայրը մերժում էր, հայրը չէր ընդունում, բայց իր տղան փափագում էր, որպեսզի իր հայրը սրտով ծնկի գա, որովհետև անկողն ու պարկած էր, սրտով ծնկի գա Տիրոջ առաջ։ Սրտով ծնկին, գիտեք ինչպես է, երբ որ քո քիթը գալիս է կպնում է ասֆալտին, դու ասում ես, ես ոչինչ եմ Հիսուսի առաջ։ Գիտեք ինչ, հայրը մահացավ, այդպես էլ իր աչքի առաջ է մահանում, որովհետև հայրն ասում է, ես Հիսուսին կհավատամ այն ժամանակ, երբ որ հեռուստատեսություն ելույթ ունենա։ Գիտեք ինչ, Հիսուսին այսօր ոչ մեկ չի տեսել, եթե Հիսուսը վաղը հեռուստատեսությամբ էլ ելույթ ունենա, ով կարասի, որ դա Հիսուսն է։ Ես մի անգամ մեկի հետ խոսքը խոսում եմ, ասես տես 9 հարկանի շենքը, երբ որ Հիսուսը կանի շենքի գլխին, ես կասեմ, որ դա Հիսուսն է, ասեցի լսի, հիմա որ Հիսուսը կողքովդ էլ անցնի փողոցով, ու ասի, բարև եղբայրս, ես Հիսուսն եմ, ինչ կասես, չես հավատա։ Հիմա իմ խոսքին չես հավատում, դրան է կհավատաս, բայց այս զավակը կանգնած էր մինչև վերջ իր հոր համար։ Գիտեք ինչ, ինքը ջանք էր թափում իր հոր համար։ Ինքը ամեն ինչ անում էր իր հոր համար, որպեսզի փրկություն գա իր հորը, որպեսզի բժշկություն գա, բայց հայրը մերժեց։ Մեր կյանքում էլ չէ այդպես լինում։ Մենք էլ ենք, չէ, երևի շատ-շատերը եք փորձել ավետարանել ինչ որ մեկին եւ պատասխան չեք ստացել, չէ։ Իհարկե ցավալի է դա, շատ ենք ցավում, որովհետեւ այն ինչ որ մենք ունենք, Հիսուսն ասեց ձերի վերցրել եք, ձերի էլ տվեք, ձերի բաժանեք։ Այն ինչ որ մենք ունենք, մենք կցանկանանք, չէ, որ կիսվենք մեր հարազատների հետ, մեր բարեկամների հետ։ Ես այնքան ուրախ եմ, որովհետեւ իմ ամբողջ տունս, իմ թորներովս հանդերձ փրկություն ճաշակել են, իմ քույրերս, իրանց ընտանիքներով հանդերձ բոլորը փրկություն են ճաշակել։ Մենք ձգտում ենք հիմա ավելի ընդլայնենք մեր ազգականներին էլ։ Ինչի, որովհետև առաջինը մեր տնից պետք է սկսվի այդ ամեն ինչը։ Մեր ազգականներին, մեր ընկերներին։ Ինչի, որովհետև մենք կողակից պետք է լինենք ինչ որ մեկի համար, թեև թիկունք, տղամարդիկ լավ գիտեն, թեև թիկունք պետք է լինենք ինչ որ մեկի համար։ Բերեք մի տեղ էլ կարդանք Հովհաննեսի 5:6-7, բայց մինչև կարդալը ես այս պատմությունն էլ պատմեմ, որովհետև փոքր հատվածներ եմ վերցրել, որպեսզի ես պատմեմ, չձանձրացնեմ ձեզ։ Ավազանում, ջրավազանում, որ պետք մի տեղ կար, 5 ավազաններ կային, Հովհաննեսի գրքում ագրված, Հովհաննեսի ավետարանում 5-րդ գլխում ջրավազաններ կային, որտեղ միտեղ հետաքրիր էր ջուրը, երբ որ հրեշտակը իջնում էր, ջուրը պտտվում էր, ինչ որ մեկը եթե հասցներ նետվեր, կբժշկվեր։ Պատկերացնում եք տարվա մեջ մի անգամ։ Ես այդ խոսքը մի անգամ կենտրոնականում եկեղեցում քարոզել եմ դրա մասին, հիմա չեմ ուզում բանանեմ, մի փոքր կպատմեմ, բայց նորից ուզում եմ շեշտադրությունը դնել նրա վրա, թե ով էր այդ մարդու կողքը։ Մենակությունը շատ վատ բան է։ Մենք կարող է ունենանք մեր շուրջ բոլորը ազգականներ, քույրեր, եղբայրներ, ընկերներ, բայց մենք զգանք մեզ մենակ։ Լինում է այդպես։ 4 օր առաջ ես ինձ զգացի մենակ։ Այնքան հետաքրքիր էր։ Որոշել ենք մի տեղ գնայինք, ես ու կինս մեքենաս փչացավ, ինչ անեմ, ամեն ինչը իմ մեքենայից էր կախված։ Լավ, ասեցի, զանգեմ բոլորին, հետաձգեմ մի 2 օրով, զանգեցի, քույրս վերցրեց, ասեց, եղբայրս, խնդիր ունես, մեքենա չունես, 4 հատ մենք ունենք, երկուսը մերն է, երկուսն էլ տաքսիկ կանչենք, ասեց, էդ լուծած է, զանգեց փեսայիս, ասեց, քո մեքենան արդեն սարքվում է, ինչ ես մտածում, իսկ ինձ թվում էր, թե ես մենակ եմ, Ակազվույցը գիտեք ինչա պետք, դիմել ինչ որ մեկին, հոգսը չվերցնել, ուրիշի հոգսը չվերցնել քո վրա, ընդհակառակը դիմել ինչ որ մեկին, ու դու կհասկանաս, որ դու կողակից ունես,
ընկեր ունես, ազգական ունես, բարեկամ ունես։ Հիսուսը իր շուրջ բոլոր ուներ 12 աշակերտ։ Ինքը 12-ին ընտրեց, բերեց։ Նույնն էլ մենք, ես չեմ ասում աշակերտ ընտրեք, ես ասում եմ հավատարիմ մարդիկ թող լինեն ձեր կողքը։ Գիտեք հավատարիմ մարդկանցից ովքեր են լավ։ Պատկերացրեք այսպիսի մի բան, դու ընկեր ունես, որ կանգնած է քո կողքը, թե ֆինանսով, թե հայերեն ասած բիլակով, քեզի կոքնի, կբարձրացնի շինարարությունա պետք կգա, կոքնի, ֆինանսապետ կոքնի, հիմա պարտկովա տալիս, թե կեսը տալիս ասում է եղբայրս չվերադարձնես, բայց երբ որ նեղություն գաղում եք դիմելու, այդ ընկերը ոչի բան չի կարանի։ Այդ ընկերը ոչի բան չի կարանի։ Պետք է մեզ այնպիսի ընկերել, որ գա ձեռքդ բռնի ասի, արի աղոտ կանենք, արի դիմենք Աստծուն, այն ինչ որ մեր համար անկարելի է, Տիրոջ համար ամեն ինչ կարելի է, արի մենք Տիրոջը դիմենք։ Երբ որ Հիսուսը պարկած տեսավ, 38 տարի մի անձնավորություն պարկած էր, Հիսուսը մոտեցավ, ոնց որ Հիսուսը հատուկ իր համար գար, Հիսուսը մոտեցավ տվյալ մարդուն, ասեց, լսի, ինչ է եղել, ասեց Հիսուս ջան, 38 տարի պարկած եմ, չկա ինչ որ մեկը, որպեսզի ինձ օգնի, բերի, թեկուզ բրդիել, հրիել, որ ջուրը ընկնեմ ու բժշկությունը ստանամ, որովհետև մենակ եմ, մենակ, չկա ինչ որ մեկը, որ իմ կողքը լինի, որպեսզի ինձ օգնի, մենակություն, էլի կրկին մենակություն, ես հիշեցի այն կնոջը, պատկերացնում եք, ինքն էլ ծնողներ ուներ, ինքն էլ եղբայր քույր ուներ, բայց մենակություն, գիտեք ինչ, սարսափելի բան է, երբ որ ամեն ինչ ունենում ես, բայց մենակ ես, և Հիսուսն ասեց, մայիջդ վերցրա գնա, իր բժշկությունը ինքը վերցրեց, Աստված երբեք մեզ չի թողնում, առաջինը Աստվածը մեր կողակիցը, առաջինը Աստվածը, դիմեք Աստծուն։ Միտեղ էլ կարդամ, առաջի թագավորաց 20-ից 42-ը, և հետո իմ կյանքից մի օրինակ կբերեմ, Դավիթ թագավորի մասին, Դավիթ թագավորը, մենք գիտենք Դավիթ թագավորի պատմության մասին, Դավիթ թագավորը մի զորավոր անձնավորություն էր, Աստծո սրտին մոտիկ, սիրված մի անձնավորություն էր Աստծո կողմից, թեկուզ ինքը շատ սխալներ էր թույլ տալիս եւ այլն, բայց Դավիթ թագավորը մի ընկեր ուներ, անունը Հովնաթան, Սավոյի որդին։ Երբ որ Դավիթ թագավորը արդեն գիտեր, որ Սավոյը ցանկանում է սպանել, որովհետև Դավիթը օծված էր, Սավոն էլ ինքն էլ գիտեր, որ արդեն իր թագավորության վերջն է, Դավիթ թագավորը հավիտենականության թագավորություն պետք է ունենա, Սավոյը ցանկանում էր սպանել։ Եվ ահա մի օր 20-րդ գլխին Սավոյը երեկոյան ընթրիքի ժամանակ տեսնում է, որ Դավիթը չկա։ Ոչինչ չի ասում, հաջորդ օրը գալիս է, ընթրիքի ժամանակ Դավիթը չկա, իր որդուն Հովնաթանին ասում է, Հովնաթան, որտեղ է Դավիթը։ Ես չգիտեմ։ Նիզակը վերցնում է, շպրտում է իր որդու վրա, նույնիսկ կարող էր սպանել։ Եվ այդտեղ հասկանում է, գիտեք ինչ, Հովնաթանը դուրս է գալիս եւ իր ծառաներից մեկի երիտասարդի հետ դուրս է գալիս, գնում է նետերը շպրտում է դաշտի մի կողմ, ասում է գնա հավաքի, Դավիթի հետ խոսացել էին, որ այսպես եթե անի, մի կողմի վրա շպրտի, դա նշանակում է, որ ամեն ինչ նորմալ է, մենք իրար հետ կհանդիպենք, հետո երիտասարդին նետերի պայուսակը տալիս է, ուղարկում է, ասում է, Դավիթ դուրս է գալիս Դավիթը, եւ Դավիթի հետ խոսալով Դավիթին օրհնում է, ճանապարհ դնում, ասում է հայրս կսպանի քեզ, գնա։ Եվ 20:42 խոսքում եւ Հովնաթանը Դավթին ասաց. գնա խաղաղությամբ, ինչպես որ մենք երկուսս Տիրոջ անունով երթում արինք եւ ասացինք, եթե թե Տերը իմ ու քո մեջ
եւ իմ սերունդի ու քո սերունդի մեջ վկա լինի մինչև հավիտյան։ Տեսեք ինչ հետաքրքիր է։ Մի որոշ ժամանակ հետո Դավիթ արդեն գնացել էր, մենք պատմությունը գիտենք, ես գիտեմ, որ դուք էլ գիտեք, չէ՞, կարդացել եք։ Հովնաթանին սպանեցին։ Եվ ահա Դավիթը հիշելով իր ընկերոջը կանչեց ու գտավ Սավուղի թորնիկին կամ Հովնաթանի զավակին։ Եվ ասեց. «Բերեք իրան իմ մոտ»։ Կախ երկու ոտքից կախ մի անձնավորության բերեցին։ Ինչ արեց Դավիթը։ Այդ ժամանակ вообще ընդհանրապես այդ ժամանակ ոչնչացնում էին, չէ՞, սպանում են։ Դե Սավուղը իր ողեմի թշնամին ա եղել, ինչա, որ վաղը նորից դեմ չելնի, չբարձրանցնի իր գլուխը, իր ասեն թագավորի զավակա ու կարելի է եւ փոխել եւ այլն, ոչնչացնում են, սպանում էին, բայց ինքը ասեց չէ։ Դու արքունիկում պետքա նստես իմ սեղանի կողքը։ Այն ինչ ունեցվածք Սավուղը ունեցել է, ես վերադարձնում եմ քեզ։ Այն ինչ որ քո հայրը ունեցել է, ես վերադարձնում եմ քեզ, որովհետև քո հոր կողքը ես եմ կանգնած եղել։ Ես հարազատ քեզ հանձնավորություն եմ։ Ամեն։ Մենք էլ պետք է ունենանք մեր կողքը հարազատներ։ Մի վկայություն էլ կտամ, եթե կարելի է նվագեք, մի վկայություն էլ կտամ իմ կյանքից 38 տարի առաջ Աստծուց դեռևս հեռու մի անձնավորություն էի ես, մինչև Աստծուն գալը ժամանակ էր պետք, բայց իմ համար, իմ սրտին շատ ցավալի բան էր, ես կնոջս երբ որ ասում էի, այս պատմությունը ես միշտ իմ կնոջս եմ խոսքը կիսվում, մինչև բարձրանալ այստեղ, ես խոսքի մասին չկիսվեցի, ես ասացի չէ, ես առանցին խոսամ։ Իմ զորակոչվել էի նոր, 38 տարի առաջ նոր զորակոչվել էի, սովետական բանակում էի ծառայում, եկա, ընդամենը 1 ամիս էր անցել, մայրս հիվանդանոցում պարկած էր, ասեցին, որ 20 օրվա կյանք է մնացել իրան։ Ու ուռուցքով հիվանդ էր, ամբողջ օրգանիզմը տարածված էր։ 20 օր։ Ոչ մի բան չէին կարող անել, որովհետև անհնարին էր։ 87 թիվ, անհնարին էր։ Ինչի, որովհետև մենք անտեղյակ, սովետական կարգերով լցված, Աստծուց հեռացված, ոչ թե մենք էինք հեռացել, այլ հեռացված անձնավորություններ էինք։ Մենք ոչինչ չէինք կարող անել։ Ուղղակի խոնարհվել էինք ու սպասում էինք։ 20 օր, բժիշկը 20 օր էր տվել, 20 օրն էլ, հենց 20 օր հետո մայրս մահացավ։ Գիտեք ինչ, ժամանակի ընթացքում ես հասկացա, թե ես ինչ եմ կորցրել։ Պատկերացնում եք, եթե ինչ որ մեկը, այդ մի մայրն եմ ունեցել, որովհետև հայրս ավելի շուտ էր մահացել, ինչ որ մեկը եթե Հիսուսի մասին պատմեր, ես շատ եմ սիրել ու սիրում եմ իմ մորս, որովհետև գիտեմ, որ ինքը երկնքում է, գիտեք ինչի գիտեմ, որովհետև իմ մայրս, երբ որ ես ծառայության մեջ էի, ինքը նամակների մեջ գրում էր զավակս, Աստված քեզ պահապան։ Այդ խոսքերը ուղղակի չէր, որտեվ ես այնպիսի մի սարսափելի տեղ եմ ծառայել, որ մահվան աչքերին շատ ժամանակ եմ նայել, ոչ պատերազմական, այլ հյուսիսային բևեռում եմ ծառայել։ Կղզու վրա, որտեղ սպիտակ արջեր կային, որտեղ մահը ավելի շատ ենք մենք տեսնում, քան թե ապրելու իրավիճակները 85-87 թվականները, բայց ինչ որ մեկը ինձ պետք էր, իմ մայրս լսել էր Աստծո խոսքը, բայց ես չէի լսել, որպեսզի գիտեք ինչ, որպեսզի ես պատերազմեի իմ մորս համար, որպեսզի ես կռիվ տայի, սատանայի ճանկերից հետ բերեի, կռիվ տայի, այն ինչ որ Հիսուսը մեզ համար արել է, մենք այսօր գիտենք, որ Հիսուսի վերքերով մենք բժշկված ենք, մենք գիտենք, որ հիվանդությունը Հիսուսը վերցրեց ամեն մի հիվանդություն իր վրա, Պետրոսն ասում է,
Հիսուսի վերքերով դու բժշկված ես։ Եսայի մարգարեն ասում է Հիսուսի վերքերով դու բժշկված ես։ Մենք գիտեինք, մենք հիմա գիտենք, բայց ես այն ժամանակ չգիտեի։ Ես անկարող էի, ինչի իմ կողքը իմ ազգականները, քույրերս էին, ազգականներս էին, բոլորը գալիս էին, բոլորը խոնարհվում էին իմ մորս առաջ, բոլորը մեջքիս էին խփում, ասում էին դիմացի, բայց ես կցանկանայի, գիտեք ինչ, որ ես իմանայի ու պատերազմեի։ Ես ցավով եմ իհարկե հիշում։ Ես գիտեք ինչ, կոչ եմ անում ձեզ, մայրեր։ Ես երիտասարդ եմ եղել 20 տարեկան։ Կոչ եմ անում մայրեր, աղոթեք ձեր զավակների համար։ Դուք չգիտեք որտեղ ինչ պայմաններում կարողա լինեն, նրանք ձեր կողքին են, բայց ճանապարհ են անցնում։ Կոչ եմ անում մայրերին, կոչ եմ անում զավակներին, ձեր ծնողների համար, պատվիրանի մեջ էլ կա գրված, ձեր ծնողների համար կանգնած եղեք սարի նման։ Զավակներ, թող լինի թե տղաները, թե աղջիկները։ Զավակների մասին, զավակներ, կանգնեք ձեր ծնողների կողքը, աղոթեք իրանց համար։ Երկար կյանքի օրեր խնդրեք Տիրոջից, դուք օրհնված կլինեք, դուք օրհնված զավակներ կլինեք, ինչպես իմ կինը ասեց, դուք գլուխ կլինեք, այլ ոչ թե պոչ։ Դուք ձեր ծնողների համար հպարտություն կլինեք։ Ինչի՞, որովհետև դուք Տիրոջ ծառաներն եք եւ ձեր ծնողների համար քաղցր բալիկներ։ Մայրեր, աղոթեք ձեր զավակների համար։ Եկեք ոտքի կանգնենք։ Հայր, գալիս ենք քո առաջ Տեր իմ Աստվածյան։ Խնդրում ենք, կանգնացրու մեր կողքը Տեր իմ Աստվածյան։ Մենք գիտենք, որ հավատում ենք, որ դու մեր կողքը կանգնած ես Տեր իմ Աստվածյան։ Մենք հավատում ենք, որ դու սիրում ես մեզ։ Մենք հավատում ենք Տեր իմ Աստվածյան, որ դու ընտրել ես մեզ։ Մեր անունները գիտես։ Դու գիտես մեր սկիզբը եւ վերջը։ Մենք հավատում ենք Տեր իմ Աստվածյան, որ մենք քո պաշտպանության ներքո ենք, քո ձեռքերի մեջ ենք։ Խնդրում ենք Տեր իմ Աստվածյան, կանգնացրու մեր կողքը։ Մարդկանց, ովքեր ոչ միայն կարեկից են լինելու, այլ աղոթող են լինելու, այլ խոսքով կիսվելու են։ Եվ խնդրում եմ Տեր իմ Աստվածյան, օգնի, որպեսզի որպես անոթներ մենք լինենք մյուսների համար անձնավորություններ, ովքեր կարիքը ունեն, մեր կարիքը ունեն, որպեսզի մենք լինենք այդ անձնավորությունները, ում համար կարող ենք ձայներս բարձրացնել, աղաղակել, պատերազմել, խլել սատանայի ձեռքերից, իրավիճակներից, այն, որ նրանք անցնում են ճանապարհ։ Տեր իմ Աստվածյան, օրհնի այս եկեղեցին, օրհնի ամեն մի անձնավորությանը, Տեր իմ Աստվածյան, թող օրհնության հեղեղներ թափվի ձեր վրա, Հիսուս Քրիստոսի զորավոր անունով, ամեն։ Փառքն Աստծունն է, փառքն Աստծունն է։